Բարև ձեզ հարազատներս, այսօր վերջապես կավարտենք կրծքով կերակրելու թեման, այսօր կպատմեմ արդեն ինչ խնդիրներ կարող եք ինն ունենա, ինչ հիվանդություններ կրծքի հետ կապված կրծքով կերակրելու ժամանակ։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Սկզբից կուզեմ մի հատ ամփոփենք, քանի որ արդեն 3 տեսահոլովակ ունեմ այս թեմայի վերաբերյալ, չէի սպասում, որ այսքան երկար կլինի։ Առաջի թեմայում պատմեցի կրծքով կերակրելու կարևորության մասին, որ կնոջ համար դրանից կարևոր բան չկա այդ հետծննդյան շրջանում, որ եւ իրեն է օգտակար, եւ երեխային է օգտակար, եւ ազգային կարևորության, ազգային արժեք ունեցող աշխատանք է։ Եթե դուք ուզում եք իրոք առողջ սնունդ ունենաք, առողջ սերունդ ունենաք, հերոսներ մեծացնեք, հիմքը դրվում է կրծքով կերակրելիս։ Դա քանի որ ազգային արժեք է ներկայացնում, շատ կուզեմ մեր ծննդատները ձգտեն ստանալ ՄԱԿ-ից սերտիֆիկատ, մանկան բարյացակամ կլինիկա արդեն դրա մասին պատմել եմ 12 կրիտերիաներ կա, եթե ծննդատունը պահպանում է այդ կրիտերիաները, այսինքն աջակցում է, օգնում է կնոջը կրծքով կերակրել, բացատրում է դրա կարևորությունը, պայմաններն է ստեղծում եւ դուրսգրման ժամանակ համապատասխան խորհուրդներ է տալիս, որ կինը շարունակի կրծքով կերակրել։ Մեր ազգի համար դա շատ կարևոր է։ Նաեւ եթե հանկարծ ինձ գործատերեր են լսում, սա քանի որ ազգային արժեք ունեցող խնդիր է, լավ կլինի դուք էլ ձեր կողմից ձեր ներդրումը տնեք այդ հարցում։ Մեր երկիրը իհարկե քիչ աշխատատեղեր ունի, կարճում ենք արդեն որս ինչ աշխատանք գտնում, անում ենք, բայց արտասահմանում կոնկուրենցիա կա։ Մարդիկ ընտրում են լավագույն պայմաններ եւ այդ լավագույնների մեջ մտնում են այն գործատերերը, նրանց մոտ են գնում, ովքեր պայմաններ են ստեղծում հղի համար աշխատանքը նվազացնելու, կրծքով կերակրող կանանց համար հատուկ պայմաններ են ստեղծում, որ կամ նրանք գնան տանը կերակրեն կամ պայմաններ ստեղծեն, որ երեխային բերեն իրենք կարողանան կերակրել։ Սա շատ ցանկալի կլինի մեր երկրում։ Դոնորային կրծքի կաթի դոնորային բանկեր ունենանք, աճելու ահագին տեղեր ունենք, որոնց մասին ցանկալի է որ տեղեկացված լինեք, որ շարժվենք այդ ուղղությամբ։ Երկրորդ տեսահոլովակում պատմեցի ինչպես կինը կրծքով կերակրի, որ քիչ խնդիրներ ունենա։ Հասկանա, որ շրջապատը հասկանա, որ սա ազգային արժեք ունեցող աշխատանք է, ստրեսները քչացնում են ոչ միայն ալկոհոլը, նիկոտինը, ծխախոտը, ստրեսները բոլորը քչացնում են կրծքի կաթի արտադրությունը, դրա համար պայմաններ ստեղծի շրջապատը նույնպես, որ կինը կարողանա կրծքով կերակրել։ Երրորդ տեսահոլովակում նկարահանեցի ինչպես պիտի կինը սնվի, որ ճիշտ սնվի կրծքով կերակրող կինը, այդ ճիշտ սնվելը սա բոլորիս է վերաբերվում, կին թե տղամարդ պիտի այդպես ճիշտ սնվի։ Սա շատ կարևոր է ու քանի որ սա առանձին մասնագիտություն է սննդաբանությունը, առանձին մասնագետներ ունենք սննդաբաններ, բայց մենք ենք պարտավոր, որ հղիին ու ծննդկանին բացատրել ինչպես ճիշտ սնվի։ Սա շատ դժվար պրոցես է, քանի որ ամեն օր հետևես կինը ճիշտ է սնվել, թե ոչ անհնար է, անհնար։ Ես իմ հղիներին, երբ որ հաշվառման եմ վերցնում, առաջ 3 օրը ասում եմ ամեն երեկո ինձ գրեք, տեսնամ օրվա մեջ ինչ եք կերել ու խմել։ Ու արդեն սարսափար եղած սպասում եմ տեսնամ ինչ են գրելու։ Շատ ժամանակ կարդում ես խաշ, կարկանդակ խաշ, պոնչիկ, ու որ հարցում ես ոնց են եղավ, սրտ խառնոցն եմ բժշկուի ջան, ուրիշ բան չեմ կարողանում ուտել։ Ժողովուրդ ջան, ինձ մի անգամ խաշ եմ ուտում, մի ամիս ասում ես ինչի կերա։ Իհարկե մի քիչ մտածված է, ամեն ինչը պիտի մտածված արվի, քանի որ սերունդ եք մեծացնում, այդ սերունդը պիտի մինչև հասունացում այդ երեխային կերակրեք, սկզբից դուք պիտի իմանաք ինչպես դուք ինքներդ ճիշտ սնվեք։ Դրա մասին առանձին ուրեմն երրորդ տեսահոլովակը դրան է վերաբերվում։ Ինչ վերաբերվում է վիտամիններին, առանձին վիտամինային միկրոէլեմենտային կոմպլեքսներ, հավելյալ, ես դա նշանակում եմ իմ հղիներին, ծննդկաններին, այս կրծքով կերակրելու շրջանում, մանավանդ եթե դա ընկնում է ձմեռ գարուն ժամանակաշրջանը, երբ որ մրգերն ու բանջարեղենը քիչ են, համոզված չեմ, որ կինը բավարար քանակի վիտամիններ կամ եթե օրինակ կենթանական բնույթի ուտելիքներ չի ստանում եւ այլն նշանակում եմ, բայց եթե պիտի իմանաք, որ եթե կինը ճիշտ սնվում է, իմ նկարագրած ձևով, ոչ միայն իմ նկարագրած ամբողջ դա ես չեմ հնարելիս ինչ որ պատմում եմ, ժողովուրդ ջան, կարդում ենք, եթե ճիշտ սնվում եմ,
այդ վիտամիններն ու միկրոէլեմենտները ավելի լավ է սննդակարգի միջոցով մարդ ստանա ու դրանք ավելի ճիշտ են յուրացվում օրգանիզմում, քան հավելյալ դեղորայքի նման դա օգտագործեն։ Միայն դեղը, որ կարելի է, պետք է, որ բոլորս օգտագործենք, մեզ երևի միայն յոդն է, միայն որ պակաս ունենք յոդի, մենք դա կարող ենք ստանալ յոդացված աղով, բայց քանի որ հղիների ու հետծննդյան շրջանում կրկնակի դոզայի յոդ պետք, իրանց արդեն կալի յոդ հավելյալ սննդակարգի մեջ պետք է ունենան։ Մնացած սննդանյութերը արդեն դրանք պիտի աշխատենք ուտել սննդամթերքի միջոցով ընդունենք, եթե դե չենք ընդունում բավարար քանակի ձկնեղ են, արդեն վիտամին օրինակ բավարար քանակի ձուկ չենք ուտում, արևի երես էլ չենք տեսնում, բնական է վիտամին D-ն պիտի հավելյալ ընդունենք։ Դրանց մասին առանձին տեսահոլովակ ունենք։ Այս տեսահոլովակում պատմելու եմ խնդիրների մասին, ինչպիսի խնդիրներ։ Հետաքրքիր է, որ 2 տարի աշխատում եմ Հայաստանում, դեռ ոչ մի կին հետծննդյան շրջանում չի դիմել հերթապահության ժամանակ կրծքով կերակրելու խնդիրների վերաբերյալ, որ ցավ ունենա, ջերմություն ունենա, Մոսկվայում դա շատ տարածված էր, քանի որ մեծամասնությունը կրծքով կերակրում են։ Մեր երկրում հակառակն է, քանի որ արդեն ասել եմ շշերը թափահարեն արհեստական սնունդ տան երեխային, դրա համար կրծքով կերակրելու խնդիրներ չեն ունենում։ Մինչ այդ սա նորմալ է, եթե դու կրծքով կերակրում ես, դրա հետ կապված խնդիրներ ունենաս, ու շատ նորմալ է, եթե գիշերը հերթապահ բժշկին դիմես, որ օգնի, եթե պետք է համապատասխան բուժում նշանակի։ Առաջի խնդիրը, որ ինչի չեն կերակրում, առաջինը չեն հասկանում, կանայք ինչի է պետք կերակրել, ինչի է երեխային պետք է կրծքի կաթը, աննկարագրելի է։ 4 տեսահոլովակը հերիք չի, որ պատմեմ կրծքի կաթը ինչքանով է կարևոր երեխային, պաշտպանում է ինֆեկցիաներից, քիչ են պարկում հիվանդանոց, անգամ ցավազրկող էֆեկտ ունի կրծքի կաթը երեխայի համար։ Շատ կարևոր է, որ կինը սա հասկանա։ Երկրորդն էլ կանայք չեն ուզում դիսկոմֆորտ, որովհետև շատ սխալ ուսմունքներ կան, ամբողջ աշխարհում են այդ ուսմունքները տարածված, որ կյանքը միակն է, դու պիտի ապրես, վայելես այս կյանքը, ինչի տանջվես, ցավ զգաս դիսկոմֆորտ, բայց պիտի իմանանք, որ եթե դու ուզում ես բարձունք ունենաս, հաջողություն ունենաս կյանքում, այդ հաջողությունը պիտի դժվարությամբ թե ձեռք բերվում։ Հենց նենց հաջողությունը չի գալիս մարդու գլխին լինում, որ լավ երեխա ունենա, կիրթ երեխա լինի, գիրք կարդա, բան հասկանա այդ գրքից, դա ամեն ինչը պիտի դրա համար ջանք թափես, ու դա կրծքով կերակրելը դրանցից մեկն է։ Ուրեմն շատ կանայք ինչի չեն ուզում կերակրեն, որովհետև վատ փորձ ունեն արդեն նախորդ կրծքով կերակրելու ժամանակ գուցե մաստիտ են ունեցել եւ այլն, բայց սրանք կարող է լինել հիվանդությունը, հիմա մաստիտ չլինի, մի ուրիշ հիվանդություն կարող է լինել, բայց եթե խնդիրը կա, ժամանակին հայտնաբերել ու բուժելու մասին այս տեսահոլովակը լինելու։ Առաջի խնդիրը, որով դա դիսկոմֆորտն ու ցավն է իհարկե։ Արդեն ասել եմ, կուրծքը մանավանդ առաջնածինների մոտ նոր բան է օրգանիզմում, այսինքն կաթ է սկսել արտադրվել, այդ խողովակների միջով ոչ մի բան դեռ չէր անցել, այդ խողովակների միջով կաթը գալիս է ու որ անցնի երեխային, բնական է կարող է ցավով, դիսկոմֆորտ, մռմռոց լինել առաջի օրերին, բայց ժամանակի ընթացքում անընդհատ երբ որ կինը հասկանում է, որ կարևոր գործ է անում, թե երեխայի համար, թե իր համար, թե ազգի համար, շարունակելու է կրծքով կերակրել։ Եթե անտանելի են ցավերը, իհարկե ցավազրկողներ ունենք, որը կարելի է հղիության ժամանակ, կրծքով կերակրելու ժամանակ, եւ երեխային է անվնաս, դրանց մասին նույնպես կասեմ։ Ճիշտ բռնելուց, ուրեմն խնդիրները կարևոր կանխարգելելն են։ Եթե մենք արդեն հասցրեցինք, որ ճաքեր կան, ուրեմն ինչ-որ մի բան արդեն սխալ արեց, թե բժիշկը, թե կրծքով կերակրող կինը։ Դրա համար սկզբնական շրջանում հնարավորինս կանխարգել ենք։ Արդեն ասել եմ, եթե դուք կերակրեցիք, կերակրելուց հետո մի քիչ կաթ եք գթում մատի վրա եւ արիոլան եւ այդ պտուկը քսում, սպասում մի քիչ չորանա, դա կանխարգելելու է մեր մոտ ճաքերի առաջացումը։ Երեխան ճիշտ պետքա կուրս կվերցնի, եթե պտուկը մնաց լնդերի արանքում, երեխան կրծելու է ու ցավեր է առաջացնելու, միկրո ճաքեր է առաջացնելու։ Դրա համար ամբողջ արիոլան պետք է երեխայի բերանի խոռոչում լինի, դրա մասին երկրորդ տեսահոլովակում պատմել եմ։ Կան կանայք, ովքեր շատ կաթ ունեն, իրենք ստիպված են կտոր դնել, որ չթացանա շորերը, այդ կտորները այդ թաց չպիտի լինի, ուրեմն կամ հնարավորին է շուտ փոխեք, կամ երեխային կերակրեք, որ եթե թաց է մնում պտուկի ու արիոլայի շրջանը, իհարկե բորբոքումների ռիսկը մեծանում է։
Կան կանայք, ովքեր օրինակ այդ կթիչներ են օգտագործում կամ արհեստական պտուկ են օգտագործում, իրենք կարող է նկատած լինեն պտուկի վրա դեղին կեղև։ Դա նշանակում է, որ այդ խողովակներից մեկը փակվել է։ Ինչ ենք անում, չենք բռնում փորում այդ խողովակը, այլ կարեք զեյթունից այդ քսեք, որոշ ժամանակ մի քիչ փափկի, հետո դուշ ընդունեք, մի կտորով շատ զգուշորեն մաքրել։ Ուրեմն ոչ մի բան չենք փորում, քանի որ ինֆեկցիան ամենուրեք է մեր մաշկի վրա եւ մի որևէ բակտերիա կարող է մտնել եւ առաջացնել բորբոքում։ Մյուս խնդիրը, որ ունեն կանայք, դա ցավն է, երբ որ 3-4 օրը կաթը գալիս է։ Ոչ բոլորի մոտ են այս խնդիրները իհարկե լինում, բայց կան կանայք, ովքեր անտանելի լցվում են կրծքագեղձերը, ցավոտ են, պնդանում են, պիտի սա ժամանակին օգնենք իսկին այս ստեղով ճիշտ անցնի, որ այդ կաթը չմնա կրծքագեղձում, եթե մնաց կարող է առաջացնել բորբոքում մաստիտ, դրանից հետո թարախակույտ, որ արդեն վիրաբուժական միջամտության կարիք ունենա։ Ուրեմն ինչ ենք անում, շարունակում ենք կերակրել։ Եթե ուժեղ են ցավերը, ցավազրկող եք խմում, կան ցավազրկողներ, որ կարելի է կրծքով կերակրելու համար եւ երեխայի համար։ Եթե լինում է, որ շատ լցված է կուրծքը, չեք կարողանում, անգամ այդ արիոլայի բտուկի շրջանն է կաթով լցված, կարելի է մի փոքր կթել, միջև կրծքով կերակրելը, հետո որ հեշտանա, մի քիչ այդտեղ փափկի, նոր կարողանաք երեխային տակ։ Շատ կթել չի կարելի, ընդհանրապես այդ կթիչներից հնարավորինս հեռվանանք, որովհետև ինչքան պիտի հասկանանք, որ ինչքան շատ դուրս եկավ, այդքան շատ արտադրվում է։ Սա ամենակարևոր մեխանիզմն է, որ դուք հասկանաք։ Շատ ժամանակ կանայք, որ տեսնում են կրծքերը պնդացել է, անընդհատ կթում են, անընդհատ ու պիտի իմանաք ինչքան շատ դուրս եկավ, այդքան շատ գալիս է։ Դրա համար միայն երեխային ենք կերակրում հնարավորինս ու ըստ երեխայի պահանջի։ Պիտի հասկանաք, որ ոչ մի բան էլ չանենք, սա անցնելու է 1-2 շաբաթում, պիտի այս ամեն ինչը ինքնուրույն անցնի։ Եթե դա ոչ միայն կաթի հետ է կապված, որ կաթն է շատ արտադրվել, այլ նաև մի քիչ այտուցներ կան, դրա համար անգամ կարող եք ձեռքերով սխմել կուրծքը կրծքավանդակին, այդ այտուցը քչանում է, ցավը հետը նույնպես քչանում է։ Նորից եմ ասում, եթե տեսնում եք շատ է լցված, կարող եք մի քիչ կթել, որ հեշտացվի երեխային կերակրելը։ Եթե ցավերը շարունակվում են կրծքով կերակրելուց հետո, խորհուրդ է տրվում սառը կոմպրեսներ։ Ինչ ենք անում սառը կոմպրեսներ, կաղամպի տերևներ, դնում եք մաքուր, իհարկե հողոտը չլինեն, լվանում եք կաղամպի տերևները, մի քիչ սննդային մուրճիկով ծեծում ու դնում սառն նրանց։ Կերակրելուց հետո կաղամպի տերևները դնում եք կրծքագեղձերի վրա, որ թեթևանա այդ ցավը։ Միջև կերակրելը տաք կոմպրեսներ են խորհուրդ տրվում, դա կարող է տաք դուշ լինել կերակրելուց առաջ, կարող եք մի շոր հարթուկել դնել կրծքերի վրա, որ թեթևացնի այդ ցավը։ Եթե դրանք չեն օգնում, իհարկե արդենացնում եք ցավազրկողների։ Որ իմանանք ինչ դեղն է կարելի երեխային, որը ոչ, մի հետաքրքիր շատ լավ սայթ կա, վեբ կայք կա, կգրեմ տեսահոլովակի վրա yellactance.com, լավ կլինի բժշկի օգնությամբ, դեղի անունը գրում եք, երբ որ որևէ մի բժիշկ ուզում է դեղ նշանակել կրծքով կերակրող կնոջը, այդ դեղը տեղադրում է այդ սայթում եւ գալիս է պատասխան, եթե կանաչ գույն է, կարդալել չի պետք, եթե կանաչ գույն է, ուրեմն կարելի է, եթե նարնջագույն է, ուրեմն մտածված ռիսկերը հաշվարկելով, եթե կարմիր է, ուրեմն չի կարելի։ Սրանք կարևոր է կտեղադրեմ տեսահոլովակի վերևում։ Մյուսը արդեն բորբոքումները, իհարկե կարող է բորբոքում լինել, որոնք են շատ տարածված բորբոքումները, սնկային օրինակ բորբոքումը, երբ որ արիոլան, պտուկը կարմրում են, մռմռոց, ցավ, այդ ընթացքում երեխայի բերանում խոռոչում էլ կարող եք տեսնել կաթնաշորանման արտադրություն։ Մանավանդ եթե կինն էլ արդեն ունի ուրիշ տեղ օրինակ հեշտություն սնկային, արդեն հեշտ է հասկանալ, որ սա սնկային բորբոքում է, այդ դեպքում մի հատ քսուք ենք վերցնում անպայման այդ տարածքից ու նշանակում հակասնկային թե երեխային, թե տեղային քսուք կնոջը։ Հերպես է լինում է հերպես, բշտիկներ են, ու ոչ մի դեպքում չի կարելի երեխային կերակրել, որոշ տեղ գրականության մեջ գրված է, որ շատ զգուշորեն կերակրես, բայց այդ գերպեսից ինչպես պիտի զգուշորեն կերակրես, եթե արիոլայի հատվածում հերպեսի բշտիկներ կան, այդ ընթացքում չենք կերակրում երեխային, արհեստական սնունդ ենք տալիս, կթում է կինը, որ կաթը չվերանա,
շարունակվի արտադրվել, բուժվում է այդ հերպեսից, նոր սկսում շարունակում երեխային կերակրել։ Լինում է արդեն ճաքեր են, ուրեմն մեր մոտ ընդունված է, արդեն ասել եմ, շատ տարածված է լանոլինիկ սուքները, լանոլինիկ սուքները իրենց չեն արդարացրել ոչ որպես կանխարգելման միջոց, ոչ որպես բուժման միջոց, ուրեմն որպես կանխարգելման միջոց այդ ճաքերի, ես արդեն ասեցի, որ կաթը ամենաարդյունավետն է այդ հարցում, եւ որ արդեն ճաքեր կան, հակաբիոտիկիկ սուք ենք նշանակում։ Իհարկե այդ ճաքերը բոլոր հիվանդությունները կարող են առանց միջամտության լավանալ, բայց միջամտություն պետք է, ժամանակին դիմեք բժշկի պետք է, որ չհասցնենք բարդությունների։ Եթե ճաքը ժամանակին չբուժեցինք, ինֆեկցիան կմտնի ներս եւ կարող է առաջացնել մաստիտ եւ թարախակույտ կրծքագեղձում։ Լինում է դեպքեր արյունային արտադրություն կրծքով կերակրելու ժամանակ, մանավանդ առաջի շաբաթը շատ տարածված դեպք է։ Ինչ ենք անում այս դեպքում, ինչի հետ է կապված, տարբեր պատճառներ կարող է լինել արյունային արտադրությունը, մեծ մասը, եթե դա առաջի օրերին է, քանի որ մանավանդ առաջնածնի մոտ, եւ որ կրծքագեղձը սկսել է աշխատել, այդ գեղձերում կաթը սկսվել է արտադրվել, խողովակներով դուրս է գալիս, կարող է անոթ վնասվել եւ արյունային արտադրություն լինել կամ կաթը հենց արյունային գույնի լինել։ Եթե դա առաջի շաբաթվա մեջ է, շարունակում ենք երեխային կերակրել, բայց անպայման ցանց վերցնում ենք կաթից, որովհետեւ լինում է, որ ինֆեկցիայի պատճառով է դա առաջացել։ Շարունակում ենք երեխային կերակրել, եթե ցանքսը գալիս է նորմալ, այսպիսի մի բակտերիա կա, սերացիա է կոչվում, չեմ ուզում ծանրաբեռնվել, բայց մենք պիտի անպայման ցանքսը վերցնենք, որ պետք է պարտադիր բուժել։ Լինում է, որ ուրիշ ինչ-որ ինֆեկցիաներից է, որոնք կարիքը կան բուժելու։ Այդ սերացիայի արյունային արտադրությունը վարդագույն է, տարբերվում է ու ավելի ուշ ժամանակահատվածում է լինում, այն սկզբնական շրջանում մեծ մասամբ արյան անոթի վնասվածք է։ Բայց եթե տեսնում եք, չէ, 1-2 շաբաթ արյունային արտադրությունը շարունակվում է, պետք է դիմենք անպայման մամոլոգի, այսպիսի մասնագետներ կան, որոնք պետք է հետազոտությունների միջոցով ժխտեն պապիլոմաներ է լինում այդ խողովակներում, անգամ քաղցկեղ կարող է լինել։ Հետաքրքիր է, որ շատ ժամանակ կրծքագեղձերի խնդիրներով դիմում են ինձ, քանի որ ես եմ ուղարկում մամոգրաֆիայի, սա արդեն մի քիչ շեղվ է մեր կրծքով կերակրելուց, ուրեմն պիտի իմանանք, որ մամոլոգ ունենք, որը եթե կրծքագեղձում խնդիրներ են, իրենք են բուժում, բայց հետծննդյան շրջանում մեծ մասը մենք ենք բուժում, մաստիտներն ենք մենք բուժում, եթե թարախակույտ է, իհարկե բնական է վիրաբուժի հետ ենք բուժում, լինում է, որ մաշկային հիվանդություն է, ունեք էկզեմա կարող է լինել, բնական է մաշկային բժշկի պիտի դիմենք, բայց մանկաբարձ գինեկոլոգի հսկողության տակ այս ամենը պիտի լինի։ Մի հատ տեսնամ ինչ բաներ կա, որ բաց եմ թողել, թե չէ։ Լինում առատ կաթնարտադրություն կնոջ մոտ կարող է լինել, ինչ ենք այդ դեպքում արում, կարևորը որ երեխան չխեղդվի, որտեղ լինում է, որ շատ է գալիս խողովակները, մեծ են, կաթը շատ է, այդ դեպքում խորհուրդ է տրվում ուղղահայաց երեխային բռնել, որ չխեղդվի, կամ էլ կինը պարկում է երեխային վրան է պարկացնում, որ երեխան քաշի ու չխեղդվի հանկարծ։ Այդ դեպքում խորհուրդ է տրվում մի քիչ ուշ երեխային կերակրել, քանի որ հասկացանք մեխանիզմը, ինչքան հաճախ կերակրենք, ինչքան շատ կերակրենք, այդքան շատ կարտադրվի։ Եթե կաթի քանակը քիչ է, կասկածում եք, որ քիչ է, ուրեմն կուրծքը ամբողջությամբ դատարկեք։ Մյուս կուրծքը սկսեք 1 ժամ հետո, որ երկուսն էլ դատարկվեն, կարողանա կաթ արտադրվել։ Եթե կաթը իհարկե շատ է, հակառակը մի քիչ ուշ եք կերակրում, մի քիչ եք կերակրում, որ կաթը մնա ու կչանա արտադրությունը։ Այս դեպքում արդեն կարելի է մկրատի ձևով կուրծքը բռնել, քանի որ ասել եմ, որ մեր մամաների, տատիկների ժամանակ, որ կուրծքը կերակրելիս մկրատի ձևով բռնում են, դա սխալ է, քանի որ այս խողովակների մի մասը փակում են, չեն թողում տեղից կաթը դուրս գա, եւ դա կարող է մնալ եւ բորբոքում առաջացնել։ Դա միայն այս առատ կաթի ժամանակ ոնց որ փակում ես խողովակների կեսը, որ երեխան չխեղդվի։ Մնացած դեպքերում, երբ ձեզ պետք է կթել կաթը, վերցնում ենք
S տառի ձևով, ռուսերեն, անգլերեն S տառի ձևով եւ արիոլայից վերև այդ պիգմենտացված պտուկն է, պիգմենտացված շրջանը, դրանից վերև բռնում ենք ու փորձում ենք գտել, լինում է որ գտում ես երեխայի բերանի մեջ, որ ինքը տեսնի որ կաթ կա, ուրախացած վերցնի պտուկը եւ ուտի։ Ինչպես կրծքից կտրել, սա էլ է շատ կարևոր, ուրեմն պիտի իմանանք, որ կրծքով կերակրելը խորհուրդ է տրվում 1-2 տարի, շատ կարևոր է երեխայի համար, ու առաջի 6 ամիսը միայն կրծքով կերակրել, ոչ մի հավելյալ ջուր, ոչ մի բան առաջի 6 ամիսը երեխային պետք չի բացի կրծքի կաթից։ 6 ամիս հետո արդեն հավելյալ սնունդ եք ավելացնում կրծքով կերակրելուն, դա երկաթ պարունակող պյուրեներ եւ այլն կլինեն, արդեն մանկաբույժը ձեզ խորհուրդ կտա։ Ու այդտեղից քանի որ դուք հավելյալ սնունդ եք տալու երեխային, արդեն սկսելու եք քիչ կրծքով կերակրել, քիչ-քիչ կաթը անցնելու է, քչանալու է եւ վերջանալու է արտադրությունը։ Բայց կան կանայք, ովքեր ուզում են միանգամից կրծքից կտրեն, ինչը ցանկալի չի, բայց լինում են դեպքեր, երբ որ դա պետք է, առաջներում արդեն երևի տեսալովակներից մեջ ասած կլինեմ, որ մեր տատիկների ժամանակներում ասում են կուրծքը ձիգ կապեք ու մի կերակրեք, որ կաթը վերջանա։ Հետո եկավ մեր ժամանակաշրջանը, երբ որ արդեն դեղեր սկսեցին արտադրել ու մենք սկսեցինք բոլորին դեղեր նշանակել, որ 1-2 օրում կաթը վերջանա։ Հիմա արդեն վերադառնում ենք մեր տատիկների խորհուրդներին, արդեն կնոջի խորհուրդ է, երբ որ ուզում է կրծքով էլ չկերակրի, ասում ենք ստիմուլյացիա չենք անում կրծքի, երեխային էլ չենք տալիս կուրծքը ձիգ ներքնաշոր ենք հագնում բյուզգալձեր ու չենք կերակրում երեխային։ Եթե չի օգնում, այդ ժամանակ արդեն դեղեր, բայց ինչքան քիչ դեղեր, քանի որ դեղերը արդեն իրենց խնդիրներն են բերում, կարող են իրենցից բարդություններ լինել։ Կան դեպքեր, երբ որ կինը կրծքով կերակրելուց հետո տագնապի զգացմունքներ է ունենում, դեպրեսիա, վատ տրամադրություն, սա պիտի իմանանք, որ հորմոններով կարգավորվող պրոցես է, պիտի իմանանք, որ երկու կարևորագույն հորմոններ են այս պրոցեսում աշխատում, ոնց որ պրոլակտինը օգնում է կաթը արտադրվի, օքսիտոցինն էլ օգնում է այդ խողովակները աշխատացնի, որ կաթը գա, երբ որ կինը կրծքով կերակրում է կամ դադարեցնում է կրծքով կերակրելը, պրոլակտինի անկում է լինում եւ կարող է դեպրեսիա լինել կնոջ մոտ։ Հետաքրքիր է, եթե դա կրծքով կերակրելու ժամանակ է, օրինակ դեռ կինը կրծքով կերակրում է, բայց ավարտեց ու այդպիսի տագնապի վատ տրամադրություն, խորհուրդ է տրվում հեռուստացույց դիտելիս, օրինակ կրծքով կերակրել կամ ինքներդ ուտեք երեխայի հետ զուգահեռ, որ այդպիսի խնդիրներ չունենանք, բնական է, եթե դեպրեսիայի խնդիրները դիմում ենք համապատասխան բժշկի։ Այսքանով կրծքով կերակրելու վերաբերյալ 4 տեսահոլովակ ունենք, կուզեմ շատ կցանկանամ, որ թե տղամարդիկ, թե կանայք իմանան այս տեսահոլովակների պարունակությունը, քանի որ ազգային արժեք ունեցող հարցի շուրջ է։ Մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։